Բժշկությունը միայն կյանքեր փրկելու մասին չէ։ Գեղավարի հարցն է։ Ինչի է դեղորայքը օրինակ շտապ օգնությունը չունի։ Թրոմբոլիտիկ թերապիան պահանջում է հատուկ սարքավորումներ։ Ծրագիր չկա, որ ինսուլտից հետո վերականգնումով են զբաղվում։ Բոլոր երիտասարդ բժիշկները մեծամասնությունը ամբիցիոզ են։ Որտեվ քո գոլեգաների մեծ մասը այդ մարդուց MRT-ա ուզելու։ Բժիշկը ժլատ է իր ձևակերպումներում, դեղամիջոցների անուններ չի տալիս։ Դա ի՞նչ դիագնոզ է, որտեղից են հնարել։ Ինչքան էլ դեղ խմի, իր դեպրեսիան լուծվելու է այն դեպքում, երբ իր կյանքի խնդիրները լուծվեն։ Ողջույն սիրելի ընկերներ, ողջույն սիրելի բարեկամներ, շաբաթ առավոտյան դուք նորից բացել եք ձեր հեռախոսի, նոթբուքի կամ լապտոպի էկրանը ու նայում եք Dr. Srom YouTube-յան ալիք ու ձեր սիրած ոդքասթը։ Medcast-ը մեզ կարող եք նայել նաև Google Podcast-ում, Apple Podcast-ում, Yandex Podcast-ում ու ինչքան բառ գտնեք կողքը podcast, մենք այնտեղ կանք, ասենց ամենտեղ մխրճվել ենք։ Իդեպ, եթե դու երազում ես ունենալ քո podcast-ը կամ ուզում ես ստեղծել քո հաղորդաշարը կամ լինել ունիկալ ու տարբերվող քո ոլորտում, Քեզ այդ հարցում կօգնի Spin Ideas Agency-ն։ Spin Ideas Agency-ն արդեն մի քանի տարի շարունակ հեղեղում է հայկական YouTube-ը տարբեր տեսակ որակյալ կոնտենտով։ Իսկ այսօր մենք հյուր ունենք, մեր հյուրը բժշկական գենետիկայի կենտրոնի նյարդաբան Դավիթ Ալոյանն է։ Դավիթ ջան, բարև ձեզ։ Ողջույն Դավիթ ջան։ Դավիթը իմ 15 տարվա ընկերն է, ծանոթացել ենք իրար հետ առաջի կուրսում, առաջի օրը, երևի ու մինչև այսօր ընկերություն ենք անում Դավիթի հետ։ Ու բախտի բերմամբ ոնց է ստացվում, որ մենք աշխատում ենք նույն կլինիկայում բազմաթիվ պացիենտների հետ ու Դավիթի հետ այսօր խոսելու ենք ամենատարածված նյարդաբանական խնդիրներից։ Չէ, բայց եթե մենք ամենատարածված նյարդաբանական խնդիրներից խոսանք, կստացվի կրկնում ենք։ Արի այսօր ինչ-որ տարօրինակ նյարդաբանական խնդիրներից խոսանք։ Կամ նյարդաբանության եւ այլ մասնագիտություններից։ Դա երկու բառով կպատմես, խի ընտրեցիր նյարդաբանություն մասնագիտությունը, եթե կարայր օրինակ ընտրեիր ուրոլոգիան։ Իրականում կար եւ ճակատագրի մասը եւ նախընտրության մասը, միշտ հետաքրքրել է գլխուղեղը որպես մարդու գլխավոր օրգան։ Իհարկե ասում են սրտաբանները կասեն, որ սիրտն է, բայց ուրոլոգները ուրիշ օրգան են ասում, բավական տղամարդու գլխավոր օրգանը։ Նաեւ կար ճակատագրի հարցը, երբ դեռ կողմնորոշման մեջ էի լինել բժիշկ, թե լինել այլ մասնագետ, առաջին անգամ տեսա իմ տարիքի 15 տարեկան տղա երեխա, որը որ քայլվածքի խնդիր ուներ, գնացի տուն, գուգլեցի ու հասկացա, որ դա նյարդաբանական խանգարում է ու դրանից հետո հենց միջավ բժշկական համալսարան ընդունվել է, որոշեցի, որ պետք է լինեմ նյարդաբան, որպեսզի այդպիսի խնդիրներով զբաղվեմ։ Իսկ ինչ խնդիրներ է երեխու մոտ։ Ինչ խնդիրներ երեխու մոտ, մանկական ուղեղային կաթված։ Մանկական ուղեղային կաթված։ Իսկ նյարդաբանությունը հենց այդ պահից է դու որոշել ես, որ պետք է նյարդաբան դառնաս։ Այո, քանի որ գուգլեցի եւ տեսա, որ դա նյարդային համակարգի հետ կապված խնդիր է, զբաղվում են նյարդաբաններ, ինձ հետաքրքրեց նյարդաբանություն ձևակերպումը եւ որոշեցի, որ նյարդաբան պետք է դառնամ։ Չնայած որ ուզում էի սկզբում նեյրովիրաբույժ լինել, ընդհանրապես բոլորի մոտ կա, չէ, այդ կոմպլեքսը, որ պետք է լինենք վիրաբույժ, փրկենք կյանքեր, բայց դա կոմպլեքս չի, դա ավելի շուտ ընտրություն է, եթե մարդ սիրում է վիրաբուժություն, ընտրում է վիրաբուժական մասնագիտություն։ Կոմպլեքս կամ պատկերացում կամ կարծրատիպ բժիշկների հետ կապված, որ բժիշկները այն մարդիկ են, ովքեր կյանքեր են փրկում, բայց բժշկությունը միայն կյանքեր փրկելու մասին չէ, այլ նաև կյանքի որակ լավացնելու։ Բայց նյարդաբանությունը երևի կյանքի փրկող այն համարում եք top 7 կամ top 5 մասնագիտությունների մեջ է մտնում։ Նույն ձևով նաև կյանքի որակ լավացնող top 5-ի մասին, որի մասին որ կուզեմ։ Դե հիմա արին այ օրինակի համար դու տես բան ասիր, ես քեզ հակադարձեմ stroke-ը, կյանքին լուրջ վտանգ է, stroke-ը ինսուլտն է, մենք պրոստը ժամանակակից ենք ասում։ Ինսուլտը կյանքի կոնկրետ վտանգ է սպառնում ու իրանով զբաղվում են հենց նյարդաբանները։ Այո։ Հիմա հիվանդանոցներում, այնտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, Էրեբունիում, Աստրիկում կան կազմակերպված stroke թիմեր, ովքեր հենց զբաղվում են ինսուլտներով։ Չստացած որ նյարդաբանությունը հենց ամենալուրջ հիվանդություններից մեկն է բուժում։ Այո, եւ կյանք փրկող դեր ունի նյարդաբանությունը, բայց երբ խոսում ենք stroke-ի մասին, հենց այսօրվա զրույցի կոնցեպտն էլ դա կարող է լինել, որ հենց երբ խոսում ենք stroke-ի մասին, պետք է խոսենք post-stroke-ի մասին, այսինքն ինչ է կատարվում, երբ մարդը փրկվեց, բայց օրինակ ունի հաշմանդամություն։ Դե արի սկսենք հենց դրանից։ Ինսուլտը խփեց, առաջի ախտանշանները, որ մարդը պետք է հասկանա, որ ինքը ինսուլտ ունի, այսինքն տունը նստած TV-ը նայում, ընտանիքով, մեկ էլ տնեցիկից մեկը վատանում է։ Ինչին պետք է ուշադիր դարձնել ու երբ է պետք է ազանք խփել։ Պետք է ուշադրություն դարձնել դեմքին, դեմքի փոփոխությանը, այսինքն ժողովրդական լեզվով ասում են դեմքը ծռվում է, բայց իրականում ոչ թե ծռվում է, այլ մի կողմն է թուլանում, դրա մասին հավանաբար իմ գոլեգաները մինչև ինձ խոսել են արդեն։
մի կողմի կամ երկկողմանի ձեռքի ոտքի թուլացումը գլխացավ, որը որ նախկինում երբեք չի ունեցել մարդը, այսինքն սաստիկ կայծակնային բնույթի գլխացավ կարող է լինել, խոսքի խանգարում, այդ ամենը նշաններ են, որ մարդու մոտ ու այդ ամենը զարգացած շատ արագ կայծակնային ընթացք ունեցող րոպեների ընթացքում։ Ինչ կարան անեն տունը մինչև շտապօգնությունը գա։ Եկեք ավելի շատ խոսենք ինչ չպետք է անել, մինչև շտապօգնությունը գա։ Նախ չպետք է փորձել հարվածներով մարդուն ուշքի բերել, առհասարակ ցանկացած վիճակում չպետք է մարդուն հարվածել։ Այդ պրակտիկան ինչ կասեք, օրինակ դուք ուշագնացության ժամանակ է պետք չի մարդուն հարվածել, ջուր լցնել դեմքին, որովհետև մարդը ուշագնաց է եղել, դրանք կարող են բան անել, բայց դու շարունակի, հետո ինչ։ Առաջին հերթին պետք է զարկերակային ճնշումը ֆիքսենք։ Առաջին հերթին պետք է բերենք ճիշտ ֆիքսենք ասելով չափենք, ֆիքսենք եւ ընթացքում էլ եթե հնարավորություն կա նորից չափենք։ Ինքնուրույն չտանք որևիցե դեղամիջոցներ ճնշում իջեցնող։ Ինչի, որովհետեւ կաթվածի ժամանակ անգամ եթե շատ բարձր ճնշում 220-200 աճ, 220-160 ճնշում է։ Քննարկելով միայն շտապօգնության բժշկի հետ ինչպես վարվել, ինչ անել, որովհետեւ մենք ունենք ուղեղի սնուցման խնդիր, կաթվածի պատճառով ճնշումը բարձր է, սնուցումը դելևորելնում է, մենք կարանք գցենք ընդհանրապես սնուցումը վատացնենք, սիմպտոմատիկան ավելի խորացնենք։ 220 թիվը, որ ասացիք, 220-ի դեպքում դեռ կարելի է, բայց թիվ կա մինչև 200, որ այդ դեպքում այդքան էլ ցանկալի չի ճնշմանը միջամտել։ Այսինքն, եթե 170-170 ճնշումը պետք չի չաստել։ Այդ պահին պետք չի մինչև որ հիվանդանոցային օգնություն սկսի ցուցաբերվել մարդուն։ Որ հասկանան, ասենք, նախ բնույթից հիվանդանոց տեղափոխելուց ինչա պետք է տեղափոխել։ Հիվանդանոց տեղափոխելուց պետք է նախ եւ առաջ մարդու փաստաթղթերը իր մոտ լինեն, այսինքն բժշկական բնույթի տարատեսակ փաստաթղթեր լինի գոնե մեկը հարազատներից, որ ֆիքսիա ինքը նախապես իմանա, թե ինչ տեսակի դեղորայք է օգտագործում տվյալ մարդը, ինչ խնդիրներ ունի, այսինքն կարողանա նորմալ անամնեզ տալ։ Շատ կարևոր է նաև ժամանակի հետ կապված մի հարց, շեշտեցիք մինչև մեր այս հատվածին անցնել է խոսակցության զրույցի սկզբում նշեցիք բուժկենտրոնների անուններ, որոնք որ կաթվածի ազգային ծրագրով են աշխատում, դա ինչ ծրագիր է, մինչև 4 ժամ վաղեմություն ունեցող կաթվածները իշեմիկ բնույթի անվճար են բուժվում։ Այսինքն եթե ինսուլտի առաջին նախանշանները կա, պետք է շտապ տեղափոխել զուտ թեկուզ տնտեսական առումով։ Սովորաբար այո, թեկուզ նաև տնտեսական առումով, բայց նաև պետք է այդ ֆիքսումը ճիշտ լինի։ Մենք 4 ժամի սկիզբ ընդունում ենք այն ժամը, երբ վերջին անգամ մարդուն տեսել են առանց որևիցե տեսակի նյարդաբանական սիմպտոմի։ Այսինքն ավելի պարզ ասած, բժշկական լեզվից թարգմանած սովորական լեզվի, երբեք ձեր հարազատին վերջին անգամ տեսել լիովին առողջ վիճակում։ Այսինքն այդ պահին ֆիքսում ինչեր չորժ։ Որովհետև օրինակ, եթե ունեցել է դեմքի թեթև թեքվածություն, դրանից հետո դա վերականգնվել է, դա եղել է օրինակ ժամը 10-ին, առաջին դեմքի թեքվածությունը, 9:59-ը չկար, 10-ին դեմքը թեքվեց, հետո վերականգնվեց, 2 ժամ լավ էր, 2-ից նորից վատացավ, մենք սկիզբը չենք համարում ժամը 2-ը վատացնում, մենք համարում ենք 9:59-ը 10։ Լավ, իսկ ինչի է 4 ժամը վերցրած։ 4 ժամը դա այն ժամանակահատվածն է, որում որ էֆեկտիվ է լինում թերապիայի տեսակը, որը որ կաթվածի ազգային ծրագրով իրականացվում է, այսինքն տրոմբոլիցիկ դեղորայքի ներարկումը եւ նաեւ հետագայում արդեն այդ տրոմբոլիցիկ դեղորայքը ունենում է ցածր էֆեկտիվություն մեխանիկական տրոմբեկտոմիան։ Այսինքն եթե 4 ժամ ուշացանք գնում ենք մեխանիկական տրոմբեկտոմիայի։ Մեխանիկական տրոմբեկտոմիայի գնում ենք մենք կախված ախտահարման աստիճանից, հնար դեպքն է լինում, որ մինչև 4 ժամ է լինում, պարտադիր չի որ տրոմբեկտոմիայի համար 4+ ավել ժամ լինի։ Թրոմբոլիզիսի համար է մինչև 4 ժամը նախատեսված, իսկ տրոմբեկտոմիան կարող է լինել եւ սկզբնական շրջանում, եթե կա խոշոր թրոմբ, եւ նաեւ տրոմբեկտոմիայի ժամային միջակայքը ավելին է։ Մի հատ գեղավարի հարց տա։ Ինչի է դեղորայքը օրինակ շտապօգնությունը չունի, որ կիրառի տրոմբոլիզիս պրեպարատները։ Որովհետեւ որոշում է դա լուրջ, որը որ պետք է մասնագետի կողմից կայացվի, անել թե չանել, կան անկացություններ, ռիսկեր ու նաեւ տեղեկացված համաձայնություն պետք է լինի, որը որ այդ պահին տեղափոխման պահին միշտ չի որ հնարավոր է։ Այդ կյանք փրկող կարա չէ լինի, եթե օրինակ շտապօգնությունը տրոմբոլիզիկ թերապիան սկսի։ Տրոմբոլիզիկ թերապիան պահանջում է հատուկ սարքավորումներ, որոնք որ հիվանդանոցային պայմաններում են արվում, ինֆուզամատ, կանտիլեներանակով։ Ինֆուզամատը եթե ամեն շտապօգնության ավտոյում դնեն, հատը երևի $20,000 կարգի է 15-ից, դա լուրջ թիվ է ալնելու էլի, հա։ Չնայած Երևանում մոտակա սթրոուքի կենտրոնը 15 րոպե ամենաշատը կարան հասցնեն այս մեծ եղանակը խաղալու, եթե հարազատները շուտ են կանչել շտապօգնություն։ Այո, ամեն դեպքում ես կուզեմ էլի վերադառնալով մեր կողմից ընտրված կոնցեպտին, հա, խոսել ոնց որ ոչ ստանդարտ մոտեցումների հետ կապված, ես էլի կուզեմ ասել, որ սթրոուքի առումով
բավականին մեծ աշխատանք է արված, բայց post-stroke-ի, այսինքն stroke-ի փուլից հետոյի հետ կապված դեռ բազմաթիվ Այսինքն ունենք հիվանդ, ով ինսուլտը տարավ, 10 օր պարկեց հիվանդանոց, թրոմբոլիտիկ թերապիան ստացավ, աջ ձեռը թույլ է կամ ձախ ոտքը թույլ է, դեմքը ծռված է, մի աչքը նորմալ չի տենում, նորմալ կլմանակտ չունի եւ այլն։ Այդ դու այդ երևույթների մասն ես, ինսուլտից հետո չի ծրագիր չկա, որ ինսուլտից հետո վերականգնումով են զբաղվում։ Ինսուլտից հետո վերականգնումը թողնված է, այսինքն տրվում են, պացիենտին տրվում են եւ հարազատներին տրվում են հրահանգներ, ինչ անել, օրինակ 3 ամիսը մեկ ստուգել խոլեստերինի ցուցանիշները, կոագուլոգրամա, զարկերակային ճնշման մոնիթորինգ, զբաղվել հիվանդի հետագա վարմամբ, դեղորայքի փոփոխմամբ, շտկմամբ, կորեկցիայով, բայց միշտ չի որ դա պահպանվում է։ Միշտ չի որ դա պահպանվում է նաեւ այն պատճառով, որ հանրապետական ստրոկ կենտրոններ կան, իհարկե մարզերում էլ հիմնական ստրոկ կենտրոններ, բայց ոչ բոլոր մարզերն են հագեցած ստրոկ կենտրոններով, եւ մարդը գալով Երևանում օրինակ կամ թեկուզ Շիրակի մարզում, Գյումրիում օրինակ ստանալով օգնություն, եթե ինքը ենթադրենք Գեղարքունիքի մարզի որևէ գյուղի բնակիչ է, հետագայում արդեն խնդիր է ունենալու իր գյուղում նեղ մասնագետի հետ կապ պահելու։ Դե բարձ օրինակ են, որ ես ու դու երբ որ գնացինք Տավուշ, Շամշադին, ամենաշատ պացիենտը սպասում էին նյարդաբանի սենյակի մոտ, որովհետև երկար ժամանակ այնտեղ նյարդաբան չէր եղել, եթե ես ու Բժիշկ Ադամյանը ուրոլոգ լինելով մի 20 հիվանդ, 25 հիվանդ նայեցինք, 30, քեզ մենք ասեմ հավելի մենք գնացել էինք հաց ուտելու, Դավիթը չէր կարում գար, մի պայ եկավ հաց ուտելու, էլի կանչեցին, ասացին էլի հիվանդ կա, 50-60 հիվանդ ունայեցին, որովհետև օրինակ Շամշադին քաղաքի բնակիչները, Տավուշի բնակիչները չունեն նյարդաբան, երբ որ լսել են որ դու գալիս ես, հիմա դու պարբերաբար ես այնտեղ, բրավո քեզ, հալալա, որ այդքան երկար ճանապարհ կտրում ես, այդքան բան ես անում ու 2 շաբաթը մեկ դու Տավուշում ես, ամիսը մեկ թե 2 շաբաթը մեկ։ Հիմնականում ամիսը մեկ պարտադիր, փորձում ենք ամսվա ընթացքում երկրորդ այցով դու գնում ես այնտեղ Լև Ախտորոշիշ կենտրոն, դե ջերմ Փարևներ Համլետ Ադամյանի ղեկավարին Լև Ախտորոշիշ կենտրոնի, մեր սիրելի Արամ Ադամյանի պապանա, հրաշք մարդ, հրաշք բժիշկ, իր հետ մեդքաստ կա, մեդմիթի շրջանակներում նկարված կարաք նայեք, մարդ, ով որ Շամշադինում ռեալ լավ բժշկություն է ապահովում, բոլոր մարզերում եթե մի հատ այդպես կենտրոն լներ, մեծ քաղաքներում գոնե, ահագին թեթև կլներ մարդկանց կյանքը, ինչով է պայմանավորված, օրինակ Շամշադինում երկար տարիներ նյարդաբան չկար ու դու եկար ու այդ մարդիկ սկսեցին օգնություն ստանալ նյարդաբան։ Նախ ես առաջինը չէ, որ ամեն դեպքում բերտ գնացել եմ, ինչով ինձ էլ էլի եղել են մասնագետներ, որ գնացել են, ուղղակի հիմա այն շրջանն է, որ ես եմ ակտիվ լինում։ Պայմանավորված է հավանաբար սահմանամերձ գոտու ոչ գրավիչ լինելով երիտասարդ մասնագետների համար, բոլոր երիտասարդ բժիշկները մեծամասնությունը ամբիցիոզ են, ուզում են աշխատել քաղաքում, ուզում են մարդկային մեծ հոսքեր իրենց մոտ գան եւ թվում է որ մարզը չի կարող դա տրամադրել, բայց իրականում մարզը Ես մի անգամ չի որ համոզվել եմ մարզը եթե դու ուզենաս աշխատես քաղաքից մի 5 անգամ շատ ես աշխատելու։ Բացի այդ թողնենք նաեւ տնտեսական հարցի, ֆինանսական եւ շահի կողմը թողենք մի կողմ, կարևոր այլ հարց կա, երբ մարզ եմ գնում ամեն անգամ շփվելով մարզային բնակչության հետ, իմ համար դրանք ինչ որ ինքնամաքրման օրեր են, այսպես ասած, որովհետեւ դու շփվում ես հասարակ սահմանամերձ գոտու գյուղական բնակչության հետ, այն մարդիկ, որոնք որ օրինակ մեր ու հարգանքը բժշկի հանդեպ իրենց շատ անգամ ավելի ուրիշ է, շամշադիցիներ one love շատ ենք սիրում։ Մեր սեղանի մրգերը, մեր սեղանի հացը այդ մարդկանց տաժանակիր աշխատանքի արդյունքն են, եւ այդ տաժանակիր աշխատանքն էլ տալիս է արդեն իր նյարդաբանական դրսևորումներ, այսինքն բազմաթիվ ողնաշարի հետ կապված խնդիրներ կան։ Այ հետաքրքիր բան կար, վերջերը այն օրը ես քեզ հիվանդ զանգեցի, որ դու նայես, որովհետեւ մարդ եկել էր ուրոլոգիական գանգատով ցավ ամորձում։ Ասում 10 տարի շարունակ ցավ ամորձում, 10 տարի շարունակ ամորձին չի կարա ցավը։ Յա գնալու է գանգրենը։ Յա գնալու է գանգրենզի, յա ինքնաբուժման է գնալ, այսինքն օրգանիզմի իմունակա։ Չի կարա օրխիտը կամ օրխեպիդիդիմիտը, այսինքն օրգանական բան ցավը գնա։ 10 տարի շարունակ, բայց պացիենտներն կան 5-6 տարի գնում են ուրոլոգի մոտ, թերապևտի մոտ, բայց երբ որ դու մարդուն ասում ես դու ինչով ես զբաղվում, ասում ես գյուղատնտես եմ, ասում եմ քո մեջքից է ցավը, այսինքն քո ցավը գալիս է նայած, որ դու կարես ունես պրատրուզիա գրիժա, մարդիկ չէ, դե բժիշկ ջան, մեջքից չի ցավում։ Այ էս եմ ուզում մի հատ միտքը բացատրես, որ եթե ոդկը ցավում է, բայց մեջքը չի ցավում, դա դեռ չի նշանակում, որ ցավը մեջքից չի գալիս։ Այո։ Հա։ Այո, ու կուզեմ նաև պատճառի հետ կապված մի կարևոր բան ասել։ Ուղի մեջքը չի ցավում, դա էլ կասել։ Վերաձևակերպենք հարցը մի հատ նորից։ Այսինքն նայ, պացիենտը ասում է, ամորձից ցավում է։ Նկարեցինք, բան ոչ մի ուրոլոգիական խնդիր չկա։
Պլյուս անամնեզը սակում տեսնում ես, որ ինքը օրինակ, չգիտեմ, Ստալի լիցեյնի զավոդում աշխատում որպես բանվոր։ Առավոտը ծիրգում մեծ քաշերի հետ աշխատում։ Որ դու իրան ասում ես քո ցավը գալիս է քո ողնաշարից, քո մեջքից, ինքը ասում է, չէ, բժիշկ ջան, իմ մեջքը չի ցավում։ Այդ դու չես հասկանում, իմ ամորձինացիա, իմ մեջքը չի ցավում։ Ես 10 տարի ամորձիսացա, մեջքս կցավար, չէ՞, ոնց է չլինի։ Ինչի մեջքը չի ցավում մարդկանց։ Ինչի մեջքը չի ցավում մարդկանց։ Ու մարդկանց նաև ասա, որ կարա մեջքը չցավա ու այդ հատվածից ներքև կարան ցավել լինեն, էլի։ Դե ասեցիք արդեն։ Ես ուղղակի լրացում կանեմ հետևել կերպ անատոմիական տարական հարց կա։ Մեջքը ասելով մենք նկատի ունենք ամբողջ ողնաշարը, մեջքի տարբեր հատվածներ, ողնուղեղն է, ողնուղեղից դեպի ձախ ու աջ նյարդերն են ճյուղավորվում եւ լինում են դեպքեր, երբ բուն ողնուղեղում, օրինակ ճողվածքը, որը որ պետք է սեղմի ողնուղեղը կամ լինի ստենոզ ողնաշարային խողովակի, այդ ամենը չի լինում, բայց ձախակողմյան կամ աջակողմյան նյարդի վրա ազդեցություն լինում է։ Այսինքն հնարավոր է որ process-ը արտահայտվի նյարդի պրոյեկցիայով, բայց բուն մեջքի հատվածում առանձնատուկ ցավ չզգա։ Դա համար ես հիվանդներին ուզում եմ ասեմ, որ եթե երկար տարիներ որևէ օրգանում դուք ցավ ունեք, առաջին անպայման նյարդաբանը դες պետք է նայի։ Միշտ էդի ուզում եմ շեշտեմ, էլի, որտեղ կան ես թույլ տվեք չհամաձայնվեմ։ Մի համաձայնվի։ Առաջինը ամեն դեպքում պետք է նայի տվյալ օրգանի համար պատասխանատու բժիշկը, նոր հետո նյարդաբան։ Դե հա դրանից եթե ունենք օրինակ կրծքային ցավ, միևնույնն է, առաջինը պետք է սրտաբանով անցնի տվել պացիենտը։ Կստացի հետաքրքիր փաստ, որ կրծքային ցավերի մեծ մասը կրծքային ցավեր չեն ու նևրալգիաներ, անավանդ հեսա ամառը մոտիկանում է, կոնդիցիոներ պատուհանը բաց, սաղի դոշը սկսելու է ցավել ու մարդիկ գալու են EKG-ի տեսնեն ինֆարկտ է, հա նմանատիպ խնդիրներ նորից եմ ուզում շեշտեմ, կրծքավանդակում ցավը վտանգավոր սիմպտոմ կարա լինի։ Անպայման, եթե կրծքավանդակում ցավ եք զգում, ավելի լավ է մի հատ ավել EKG անեք, տենակ որ դու ձեր մոտ սրտամկանի սուր ինֆարկտ չի, նոր հանգիստ լինեք։ Այո, ավել EKG ասացիք, եթե թույլ կտաք հարցի չսպասելով ես մի հարց բարձրացնեմ, ավել հետազոտությունների հետ կապված, որովհետև նյարդաբանությունը այն ոլորտն է, որտեղ որ ավել հետազոտությունները ամենաշատն են երևի թե արվում։ Հա որ Օրինակ որտեղ օրինակ գլխի հետ կապված հետազոտությունները, ԿՏ, MRT, բազմաթիվ պացիենտներ կան, որոնք բժշկի չդիմելով ինքնուրույն գնում են MRT հետազոտություն են անցնում, ԿՏ հետազոտություն են անցնում։ ԿՏ-ի հետ կապված ես սոցիալական մեդիայի հարթակներում մի քանի նյութ հրապարակել եմ, որ ԿՏ-ն առհասարակ շատ քիչ ինֆորմատիվություն ունեցող հետազոտություն է գլխուղեղի համար, որովհետև ցույց է տալիս հիմնականում ոսկրային կառուցվածքը արյուն կոպիտ փոփոխություններ ուղղված։ Ավելի նուրբ ուղեղի ավելի նուրբ հարված չի եղել գլխին ինսուլտ չի տանում, իրեն պետք չի կատե հետազոտություն անցնել այդ բանին։ MRT-ով ինչի անի, մասը մարդը գլուխը ցավում, ասում գնամ MRT անցնեմ, նոր գնամ նյարդաբանի մոտ, որտեվ քո գոլեգաների մեծ մասը այդ մարդուց MRT-ա ուզելու։ Դու կարող ես չուզես, բայց լիքը բժիշկ ասել եմ հետը էլի ամեր։ Ասեմ այսպես, առհասարակ ցանկացած բժշկի համար ավելի հեշտ է հետազոտված պացիենտ ունենալը։ Բայց հետազոտությունները մի շարք խնդիրներ են առաջացնում։ Օրինակ քեզ Դավիթ ծանոթ է ձևակերպում գլխուղեղում անոթային բնույթի փոփոխություններ։ Հա, կամ օրինակ ըստ քեզ ինչ է ձևակերպումը նշանակում անոթային բնույթի փոփոխություններ։ Չինը ինչ որ անոթը փոփոխ։ Անոթա։ Օրինակ 40 տարեկան մարդը գլխուղեղում ունի անոթային բնույթի փոփոխություններ, դա ինչ է նշանակում։ Չգիտեմ, ինչ որ բան պետք է գրվել է MRT-ի մեջ, գրվել է այդպես մի բան է, դի ոնց որ շագանակագեղձի դիֆուզ փոփոխություններ, ոչ մի բան չունեցող ինչ որ ինֆորմացիա։ Իսկ օրինակ եթե ձևակերպումը մի փոքր փոխենք, եզակի գլիոզի օջախներ ու օջախ բառը ավելացնենք։ Օրինակ մարդու մոտ ինսուլտի նշան է։ Օրինակ կարող է դա մարդու մոտ ինչ-որ պանիկա առաջացնել։ Եվ եթե գլխացավը իր մոտ փսիխոսոմատիկայի արտահայտությունն է, փսիխոսոմատիկ օղի վրա է զարգացած, ավելորդ հետազոտությունը, որը որ Իսկ այդ անոթային փոփոխությունները ինչի մասին են խոսում։ Իսկ անոթային փոփոխությունները կամ այդ գլիոզ օջախները։ Իրենք հիմնականում վտանգավոր չեն, հիմնական 99-99% դեպքերում իրենք տիպիկ տարիքային փոփոխություններ են, ցանկացած օրգան ենթարկվում է փոփոխությունների։ Ես ամենապարզ օրինակը, ամենապացիենտներին հասանելի օրինակը մատչելի որ բերում եմ, ասում եմ, որ ոտքերի վրա բոլորն էլ ունենում են, չէ՞, ինչ որ անոթային աստղիկներ, թեթև փոփոխություններ, դա նույնն է ուղեղում, նույն պատկերն է ուղեղում։ Գլիոզ օջախները ինչ են։ Կամ գլիոզ օջախները էլի ուղեղի հյուսվածքի, այսինքն կա ուղեղի հյուսվածքում նյարդային հյուսվածք եւ գլիալ հյուսվածք։ Գլիան ավելի մեծ ծավալ է կազմում իրականում, քան նեյրոններն են, այսինքն ուղեղի որոշ հատվածում նեյրոնների քայքայման հետևանքով գլիալ բջիջների քանակի հարաբերական շատացում։ Շատ ինֆորմատիվ էր, հիմա մի քիչ թեթևացնենք դոզան, այսքան բժշկություն ճիշտ է ներքև։ Դա sense միֆ կա, որ մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի 10%-ը։ Այդ հերք է այդ միֆը։
Նախ չափելի չի, այսինքն չկա ինչ-որ հստակ սարք, որ ֆիքսի ուղեղի քանի տոկոսն է օգտագործում։ Իհարկե կա ֆունկցիոնալ MRT ասվածը, որ մարդուն կարող են տարբեր առաջադրանքներ տալ, երևի տեսած կլինեք գունավոր MRT պատկերները դեղին, կարմիր ու ֆիքսում է ուղեղի որ հատվածներն են աշխատում։ Իրականում ուղեղը 100%-ով երբեք էլ չի կարող գործել։ Միֆ, կիսամիֆ է, բայց կոնկրետ 10%, 4% թվերի մակարդակի առումով դա իհարկե պահին մարդը սաղ ուղեղը չի կարող օգտագործել։ Այդ պահին գրում է ուղեղի այդ հատվածն է։ Բնականաբար։ Ուրիշ այն մուզիկա լսում ուղեղի մյուս հատվածն է։ Բնականաբար։ Ու հետո եւս մի միֆի մասին եմ ուզում ասել, որ սովորաբար առաջարկվում են ինչ-որ տեսակի դեղամիջոցներ, հավելումներ, որոնք որ կարող են օրինակ 10%-ը դարձնել 20%։ NZT օրինակ։ NZT կինոյի մեջից է, չգինակ տեղատներում հարցնեք։ Հա։ Չկան այստեղ։ Գլիցինը որ գցում են լեզվի տակ։ Գլիցինը թեթև արգելակող էֆեկտ ունի։ Հակառակը չի օգնում քննություններին, քննությունում է։ Լարվածությունն է անում հիմնականում։ Հասկացա, բայց ինչ գցեն քննությունների լեզվի տակ, գինկո բիլոբա։ Ես չեմ ասի ինչ գցեն։ Առասարակ էս հարցի մասով էլ սովորաբար պացիենտները կամ սոցցանցերում էլի հետևողները ասում են բժիշկը ժլատ է իր ձևակերպումներում դեղամիջոցների անուններ չի տալիս, բայց ես ուզում եմ նաև այսօրվա զրույցի արդյունքում տեղ հասցնել այդ ինֆորմացիան, որ հասարակ բիոակտիվ հավելումը կամ հասարակ միկրոէլեմենտ, մակրոէլեմենտը, նույն մագնեզիումը օրինակ, դեպքեր կան, որ պետք չի օգտագործել։ Օրինակ կա լուրջ հետազոտություն Ամերիկայում արված, որ բարձր տարիքի անձանց մոտ 400 միլիգրամից ավելի մագնեզիումը մեծացնում է դեմենցիայի ռիսկը։ Երբ այդ բայն հոտեմենցիա չի։ Բա ոնց է բարձր։ Բարբերաբար մարդիկ ովքեր որ 1 ամիս է ավել տևողությամբ կարող PubMed-ում ստուգեք, բարբերաբար ովքեր որ օգտագործել են համեմատած ստուգիչ խմբի հետ իրենց մոտ ավելի բարձր է դեմենցիայի ռիսկը։ Կամ օրինակ մագնեզիումը սիրում ենք նշանակել տարբեր տեսակի թմրացությունների, տարբեր խնդիրների դեպքում էլի կա կոռելյացիա ռևմատոիդ արտրիտի հետ կապված, որ մագնեզիումը վատացնում է ռևմատոիդ արտրիտի ընթացքը։ Դավիթ, մարդիկ մանավանդ քո ավակ սերնդի շատ ավակ սերնդի նյարդաբաններ sense մի հատ դիագնոզ ունեն վեգետասասուդիստանիա։ Ռուսաստանում եմ շատ տեսել։ Այդ ի՞նչ դիագնոզ է, որտեղից են հնարել ու արդյոք ինքը գոյություն ունի թե ոչ։ Վեգետոսասուդիստանիա վեգետատիվ նյարդային համակարգի մասին է խոսքը։ Նյարդային համակարգի բաժանում կա, այսպես պայմանական, սոմատիկ եւ վեգետատիվ նյարդային համակարգի, սոմատիկ նյարդային համակարգը կառավարում է մեր շարժումները, մեր մտքերը, խոսքը, օրինակ ես վերցրեցի բաժակը, մասնակցած սոմատիկ նյարդային համակարգը, բայց այս պահին իմ սրտի ռիթմը կառավարում է վեգետատիվ նյարդային համակարգը։ Եվ ըստ վեգետոսասուդիստանիայի տեսության, հա, ըստ այդ տեսության վեգետատիվ նյարդային համակարգը կարող է ինչ-ինչ պատճառներով ունենալ ֆունկցիայի խախտում, որը որ արտահայտվում է մարդու կամքից ակամա վեգետատիվ ֆունկցիաների խանգարումով։ Օրինակ, սրտխփոցային պահին, երբ այդ սրտխփոցը չպետք է լինի։ Սովորական մարդու մոտ այդ օրինակ շուն է արձակվում, այդ պահին բնական է, որ սրտխփոց պետք է լինի, բայց տանը նստած սրտխփոց չպետք է լինի։ Երբ որ կա սրտխփոց անհայտ պատճառով, դա երբեմն վերագրվում է վեգետոանոթային դիստոնիայի։ Արևմտյան հեղինակները դա ներկայացնում են որպես ավտոնոմ դիսֆունկցիա, նորից վեգետատիվ թե ավտոնոմ դիագնոզը չկա, բայց ընդհանուր պրինցիպը կա։ Դիագնոզը կա, ավտոնոմ դիսֆունկցիայի տարբերակով դիագնոզը կա, հին դասակարգումներում սովետական կա։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է ինչ դիագնոզը կա թե չկա, միֆ է թե չէ, խնդիրը այն է մարդուն ինչպես օգնել, ինչպեսի մոտեցում ցույց տալ։ Այսինքն իսկ հնարավոր է այստեղ երբ որ նյարդաբան ուղղակի գլուխ չի հանում, ասում են դե լավ է դա։ Իսկ բուն հիվանդությանը չեն մոտիկ անում։ Օրինակ, չգիտեմ, էնդոկրին համակարգի խնդիրներ չեն բանանում, հոգեբանական խնդիրներ, հոգեբուժական խնդիրներ անտեսվում են, ասում են դե լավ դիստոնիա է վեգ։ Ավի ձեր հարցի մեջ մի փոքր թիրախավորում կա դեպի նյարդաբանները։ Չէ, թիրախավորում չկա։ Ընդհանրապես այս հարցին հակառակը նյարդաբաններն են անդրադառնում։ Նյարդաբաններն են անդրադառնում, բայց մի փոքր թիրախավորում կա ամեն դեպքում։ Ես կպատ գլուխ հանել չհանելու հետ կապված։ Նախ վեգետո անոթային դիստոնիա դիագնոզը ավելի շատ դրվում է թերապևտների կողմից, քան թե նյարդաբանների։ Լավ, թող թերապևտը առաջնային ուղղակի կողմից։ Եվ երկրորդ ես նույն հակափաստարկը կարող եմ բերել, որ օրինակ հաճախ սրտաբանները լիարժեք գլուխ չհանելով զարկերակը տվյալ մարդու մոտ զարկերակային ճնշումը ինչպես կառավարել, վերագրում են դա նրա նյարդային համակարգի։ Սխալ են անում։ Ինչ են անում։ Սխալ են անում։ Երբեմն այո։ Ցավոք բժշկության մեջ բոլոր պրոֆիլներում կան սխալներ։ Ձեզ չեն հանդիպում սխալ ուրոլոգիական բուժումներ։ Հանդիպում են։
Հարցը նայ դու հանդիպում ես սխալ ուրոլոգիա էլ հանդիպում, սխալ պրակտոլոգիա էլ հանդիպում, ամեն ինչ էլ հանդիպում է, բայց կան դիագնոզներ, որոնք փոփանքի դիագնոզներ են, նույն վեգետաս ասուտիստի դիեստոնիա, մյուսն արտաբանները ասում են դից փոփանքի դիագնոզ է։ Կամ բացառման դիագնոզ, այսպես կոչվում։ Դե բացառումով կարանք ուրիշ տեղ գնանք։ Մի քիչ ուզում եմ խոսանք անտիդեպրեսանտներից։ Վերջերս սիրելի թեմաներից մեկը։ Մորգենշտերնը մի հատ երգ անեց անտիդեպրեսանտի շատ լավներ։ Հակադեպրեսանտների նայ առաջի հարցը որ առաջի միֆը որ կա որ հակադեպրեսանտ պետք է մենակ նյարդաբանը կամ մենակ հոգեբուժը դուրս գրի։ Արի մենք այդ հարցին անդրադառնանք։ Ինչի է այդպես օրինակ ուրոլոգն է կարան հակադեպրեսանտ գրի գաստրոենտերոլոգիայում բավականին տարածված հակադեպրեսանտների նշանակումը արի թեմային մեջ շուրջ այստեղ եկեք ոչ թե միֆ բառը արձանագրենք, այլ ավելի շատ մոտեցում, որովհետև մոտեցումը այդքան էլ միֆականացված չի, հիմա կբացատրեմ ինչու։ Հակադեպրեսանտների բուն ազդեցության մեծ մասը ամեն դեպքում գլխուղեղի մակարդակում է լինում, բայց այստեղ էլ կա բայց, որ օրինակ նույն սերոտոնին նյութը, որի վրա ազդող բազմաթիվ հակադեպրեսանտներ կան, սերոտոնին նյութի միայն 10%-ն է գլխուղեղում։ Մնացած 90%-ը թրոմբոցիտներում է, ստամոքսային համակարգում է, այսինքն հակադեպրեսանտը միայն գլխուղեղի մակարդակով չի, որ ունի ազդեցություններ։ Հակադեպրեսանտը ունի ամբողջ օրգանիզմի մակարդակով ազդեցություններ, սակայն քանի որ ի սկզբանե սինթեզվել են այս դեղերը ազդելու համար կենտրոնական նյարդային համակարգի վրա, անցնելու համար հեմատոենցեֆալիկ բարիերը, կուզեմ առանձին դրա մասին ու տարբեր դեղորայքի էֆեկտիվության մասին էլ խոսանք, դրա համար է, որ նա սկզբնական մոտեցումը այն է, որ նյարդաբանը կամ հոգեթերապևտը պետք է հոգեբուժ հոգեթերապևտը պետք է ընտրեն այդ դեղը։ Սակայն եվրոպական, ամերիկյան, ինչու՞ չէ նաև այդ սովետական տարածքի արդեն մի շարք ուղեցույցերում, գայդլայններում թույլատրվում է տարբեր մասնագետների, ձեր ասած գաստրոենտերոլոգների, ուրոլոգների կիրառել հակադեպրեսանտներ։ Հակադեպրեսանտների հետ կապված մի քանի հարց կա, որոնց մասին ես կուզեմ հստակ անդրադարձ լինի։ Առաջին մտավախությունը մարդկանց կախվածության առաջացնում։ Կախվածություն չի առաջացնում։ Կախվածություն չի առաջացնում։ Ճիշտ խմած, ճիշտ դուրս հանած անտիդեպրեսանտով ոչ մի տիպի պետք է տարբերենք կախվածությունը եւ կարիքը։ Էդի է շատ կասկած։ Դեղը հանեցի, վատացա, էլի եմ ուզում խմեմ։ Նշանակում է ոչ թե դու կախվածություն ես, դու չես բուժվել։ Դու չես բուժվել, ունես կարիք ու հաճախ նույն հոգեթերապիայի, նույն նյարդաբանության մեջ հաճախ հակադեպրեսանտները ժամանակ շահելու միջոց են բուն խնդիրը վերացնելու համար։ Օրինակ մարդը ունի ֆինանսական դժվարությունների պատճառով խորը դեպրեսիա, ինչքան էլ դեղ խմի, իր դեպրեսիան լուծվելու է այն դեպքում, երբ իր կյանքի խնդիրները լուծվեն։ Պարզ է, որ առանց հակադեպրեսանտ իրեն վատ է զգալու։ Ձեր ռիլերից մեկում դուք եք ասել, Դավիթ, որ ձևակերպումը ինչ շատ է դուր եկել, որ հակադեպրեսանտները մեզ ռեսուրս են տալիս։ Հա, ինքը ռեսուրսայնություն տալիս են ռեսուրս։ Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։ Հետո սենց լեգենդ կա, որ այն անմեղ հակադեպրեսանտները, այսինքն այն ինչ որ նոր սերնդի են, օրինակ Venlafaxine, Escitalopram, հետո այնտեղ Zoloft եւ այլն նմանատիպ հակադեպրեսանտները հակադրվում են 50-ականների, 40-ականների հակադեպրեսանտներին, որոնք ավելի լայն ազդեցություն ունեն ու թե արգելակող, թե շատ լիքը կողմնակի էֆեկտներ ունեն։ Մի քիչ ստեղ էլ մանրամասնի։ Դու նոր ասեցիր, ես կարամ մանրամասնեմ, պրոստը դες կստացվի լավրի բաժնավի է, էլ։ Ազդեցության մեխանիզմների տարբերությունն է, ի սկզբանե հակադեպրեսանտները ստեղծված են եղել դեպրեսիայի մոնոամինային տեսության հիման վրա։ Առհասարակ դեպրեսիայի երկու տեսություն կա՝ մոնոամինային եւ սերոտոնինային։ Հիմա հարգի է ամբողջ աշխարհում ընդունված է սերոտոնինային տեսությունը, որ սերոտոնինի քանակների հետ է կապված դեպրեսիան։ Առաջինը եղել է մոնոամինային տեսությունը, այսինքն սերոտոնին, դոֆամին, նորադրենալին։ Երբ որ հին անտիդեպրեսանտները ազդում են 3-ի վրա, 3-ի վրա, մենք ունենք ընկճված մարդիկ, ովքեր ցած արգելակված, տորմուզների մեջ, ու տենց։ Չէ, էլի չէ։ Բա ոնց հին անտիդեպրեսանտները հակառակը ավելի շատ ունենում էին ավելի կակաինի էֆեկտ կարելի ասել, որովհետև MAO ինհիբիտորներ եւ այլն, նրանք շատացնում են միանգամից մի քանի նեյրոմեդիատորների քանակ, իսկ ընկճումը օրինակ, ինչու է ենթադրենք ամիտրիպտիլին անունը կրող անտիդեպրեսանտը ունենում ազդեցություն քնկոտություն առաջացնելով։ Քանի որ բացի սերոտոնին, նորադրենալին եւ դոֆամինը ամիտրիպտիլին ունի ազդեցություն ացետիլխոլինի վրա, խոլինոլիտիկ էֆեկտ, որը որ արգելակում է եւ հակահիստամինային էֆեկտ, որը որ քնեցնում է։ Հակադեպրեսանտները ունեն շատ նուրբ մեխանիզմներ, օրինակ նույն սերոտոնինային հակադեպրեսանտներ Zoloft-ը եւ Paroxetine տարբերվում են իրարից, քանի որ Paroxetine ունի հավելյալ խոլինոլիտիկ ազդեցություն։ Իսկ հիմա օրինակ նույն Escitalopram-ը, Venlafaxine-ը ինչ ազդեցություն ունի, բուն սերոտոնինային դեղեր են։
Վելնաքսինը, սերոտոնին, նորադրենալին, իսկ էսցիտալոպրամը սերոտոնինային, բացի այդ նաև որոշ ավելի նուրբ մեխանիզմներ են։ Չեմ ուզում բարդ ֆարմակոլոգիայի մեջ խորանալ, բայց մի բան հետաքրքիր է նրանով, որ այսինքն մարդուն յուրաքանչյուր մարդու անտիդեպրեսանտը պետք է ինդիվիդուալ ընտրել։ Իսկ անհատական ընտրություն պետք է լինի ու հիմնականում մարդկանց վատ վերաբերմունքը անտիդեպրեսանտների հետ պայմանավորված է նաև նրանով, որ այդ խիստ անհատական ընտրությունը շատ դեպքերում չի արվում։ Ես կարող եմ ասել, որ այդ առումով միշտ ձգտում եմ խիստ անհատականացված ընտրության ու անտիդեպրեսանտները այն միջոցներն են, որոնք որ կարող են փոխարինել միանգամից 4-5 դեղի, եթե ճիշտ թիրախային նշանակում է արված։ Okay։ Դա դու խոսացիր երբ պետք է MRT անել, բայց ինձ ասա մարդը երբ է MRT անի։ Երբ MRT անի, կա այսպիսի մի հիշեցում մնեմոնիկ, հապավում, կոչվում է Snoop, մեր Snoop Dogg-ի պատվին Snoop, որը ինչ է իրենց ներկայացնում, սիստեմատիկ, այսինքն եթե մարդու գլխացավը, հիմնականում MRT անում են գլխի MRT են անում, հիմնականում անում են գլխացավի դեպքում մտածելով, որ գլուխը ցավում է, գնանք գլուխը նկարենք։ Երբ է պետք է անել MRT, երբ կա ցուցում, բայց ամեն դեպքում բժշկի որոշմամբ, երբ S կոմպոնենտը կա, այսինքն սիստեմատիկ, կան համակարգային երևույթներ կապված գլխացավի հետ։ Ջերմություն, ցան, գիտակցության փոփոխություններ, կասկածում ենք օրինակ մենինգիտ։ N-ը երբ N երկրորդ տառը Snoop-ի նյարդաբանական դրսևորումներն են, այսինքն երբ կա օրինակ ենթադրենք ակնաշարժ նյարդի ֆունկցիայի խախտում։ Աշկը ստեղը։ Այո։ Ու դրա մասին եմ ուզում ասել, հաճախ երբ նյարդաբանական զննում ենք անում, հատկապես հարազատի ներկայությամբ, մուրճիկը պահում ենք, սկսում ենք աչքերը ձախ ու աջ, առաջի ռեակցիան լինում է մարդկանց մոտ ծիծաղը, մտածում են, որ ինչ-որ խաղ ենք անում, իրականում խաղ չենք անում, ստուգում ենք գանգուղեղային նյարդերի աշխատանքը, որը նաև այդ աշխատանքում խախտում տեսնելը նաև եւս կարող է դառնալ MRT անելու ցուցում։ Երկրորդ O-երը onset-ն են, սկզբի հետ են կապված։ Սկիզբ, այսինքն օրինակ գլխացավի դեպքում, եթե բարձր տարիքի մարդու մոտ, մարդը 50 տարեկան է, երբեք չի ունեցել գլխացավ, ու հանկարծ նրա մոտ սկսվել է գլխացավ, դա եւս MRT անելու ցուցում է։ Բայց եթե դուք 18 տարեկանից ունեք միևնույն գլխացավը, պետք չի տարին մեկ անգամ գնալ ու MRT անել։ Մի անգամ մասնագետի դիմեք։ Երկրորդ on տարօրինակ սկիզբն է, այսինքն կայծակնային սկիզբը, այն ինչի մասին ստրոկի թեմայում ենք սկզբում ասում, որ սուր նոր սկսված գլխացավ եւ վերջի փինել պատեռնն է, պատեռնը ինչ է ներկայացնում ցավի բնույթը։ Այսինքն օրինակ եթե դուք ունեք գլխացավ, ձեր գլուխը ցավում է կեսով, միգրենը նման ցավ է, կես տարի ցավացել է այդպես, հիմա ցավի բնույթը փոխվել է, ամբողջ գլուխն է ցավում, մի քանի ամիս, դա կարող է նշանակել, որ գլխում այլ process է գնում ու դա դառնում է MRT-ի ցուցում։ Բայց եթե Snoop-ի կոմպոնենտները չկան, իսկ ինքնուրույն արված MRT-ների պարագայում հաճախ Snoop-ի կոմպոնենտները չեն լինում, MRT-ն 99% հավանականությամբ ձեզ ինֆորմացիա չի տալու է անոթային բնույթի եզակի օջախներ ձևակերպում։ Երբեմն նաև մարդիկ իրենց առաջին պանիկ գրոհը MRT հետազոտության ժամանակ են ունենում։ MRT-ով իջանք ներքև դեպի գոտկային շրջան։ Էդ էլ է տարածված, երբ որ գոտկային շրջանի բժիշկը յամերը մնգե եկել է մի հատ նայես, տենանք ինչ կա, երբ հապետ գոտկային շրջան նկարել։ Գոտկային շրջան հապավում չունեք ինչ որ։ Գոտկային շրջանի փավ դիդի ինչ որ։ Գոտկային շրջանի հետ կապված կուզեմ ասել, որ այս դեպքում MRT անելուն ես այդքան վատ չեմ վերաբերվում, քան գլխի MRT-ին, որովհետև գոտկային շրջանի MRT-ն ավելի շատ ինֆորմացիա է տալիս, գոտկային շրջանի MRT-ի հիմնական կլինիկական իմաստը կայանում է նրանում, որպեսզի բացառենք առաջին հերթին ուռուցք, որովհետև հաճախ ճողվածքի պատկերը կարող է ուռուցքի պատկերին նման լինել։ Պարտադիր չի, որ նյարդը մեխանիկորեն ճնշվի միայն ճողվածքից, կարող է ուռուցքային process լինել։ Եվ երկրորդը, որպեսզի վիրահատական եւ ոչ վիրահատական լինելու հարցը քննարկենք։ Մեծ գրիժա է վիրահատում ենք։ Կախված չափից, կախված նյարդարմատին ազդեցություն կա թե չէ։ Դա ոնց բուժեն գրիժաները ողնաշար, ինչ մեթոդներ կան։ Ոնց բուժենք, ինչ մեթոդներ կան, դա արդյոք կախված է չափից, փոքր չափերի դեպքում որոշակի հետ ներծծման հատկություն, նախ պատկերացնենք գրիժայի կառուցվածքը, եթե կուզեք էլի բաժակի օրինակով բարձ բացատրեմ։ Մենք ունենք ողեր, ողերի միջողնային սկավառակներ, պատկերացնենք, որ սա սկավառակն է։ Սկավառակը ունի դրսի աճառային շերտ եւ աճառային շերտի մեջ գտնվող դոնդողանման զանգված պուլպոս կորիզ։
Գրիժը ասածը ճողվածքը դա այն է, երբ դրսի աճառային շերտը պատռվում է, եւ այս դոնդողային պարունակությունը լցվում է նյարդի վրա։ Ու նյարդը ճնշվում է։ Նյարդը ճնշվում է, բորբոքվում է, ցավում է։ Բուժումը այս դեպքում դեղորայքային բուժումը, եթե վիրահատական դեպք չի, ոչ միայն հակաբորբոքային, տարբեր մակարդակների բուժում է, հակաբորբոքային, նյարդի վրա ազդող դեղորայք, օրինակ ցածր դոզայով հակաէպիլեպտիկները, որոնք նեյրոպաթիկ ցավի բուժման համար են նախատեսված։ Եթե հարակից մկաններն են process-ում ընդգրկված միոռելաքսանտներ։ Իսկ եթե մասաժներ։ Մասաժները սուր փուլում հակացուցված են, քանի որ մասաժը լավացնում է տեղային արյունամատակարարումը, իսկ տեղային արյունամատակարարումը լավացումը խորացնում է բորբոքումը, ցավը ավելի կարող է շատացնել։ Ու առհասարակ մերսումները ունեն շատ հակացություններ, բժշկական համալսարանի 3-րդ, 5-րդ կուրսում կարծեմ ֆիզիոթերապիայի մեջ մերսման հակացությունների մասին մանրակրկիտ գրված է ու լավ կլինի, որ բոլոր բժիշկները իմանան մերսման հակացությունների մասին։ Դե ասա, մի քանի հակացություն ասա։ Քանի հակացություններ օրինակ։ Դա չի վերաբերվում, չէ՞, խոսքը քիսո անհատական մերսում բանդած։ Չէ, մերսման հակացություններն են տեղային մաշկային խնդիրները, ամենատարածվածը, որ ուղղակի չի կարելի գրել։ Փաստեղային հիվանդությունները, փաստեղային հիվանդությունները, անոթային թրոմբոզի ռիսկերը եւ իհարկե բորբոքում։ PRP թերապիան գրիժաների բուժման համար ինչքանով արդյունավետ։ Գիտեք, այդ հարցը ինչքանով է արդյունավետ ցավոք Հայաստանում չկա լուրջ ստատիստիկ հետազոտություններ, որ օրինակ իսկ աշխարհում որոշակի արդյունավետություն դրսևորում է, բայց ելի եմ ասում, ամենակարևոր հարցը գրիժայի հետ կապված չափն է։ Նախ չափն է, երկրորդ նյարդարմատի ազդեցությունը եւ երրորդ վիրահատել թե չվիրահատել։ Okay, որովհետեւ շատ դեպքերում տեսեք, ես նյարդաբան եմ, թվում է թե պետք է այդպես չխոսեմ, բայց շատ դեպքերում վիրահատությունն է ելք, ինչ առումով, որ անատոմիան պատկերացրեցիք, եւ եթե մեխանիկորեն ճնշված է նյարդը, ապա վերջնական լուծում տալիս է մեխանիկական ազատումը նյարդի, մնացածը ժամանակավոր միջոցներ են։ Դավ ջան, ես քեզ էլի մեդքաստ գրավիրեմ, մենք էլի կզրուցենք, մի տարի հետո ուղիղ այսօրը կֆիքսես, կասես կգանք։ Լավ, ասենց մի հատ հարց, մեր ավանդական հարցը, 3 գիրք, որ խորհուրդ կտաս կարդան, գեղարվեստական, չի կարելի ասել Փոքրիկ իշխանն ու Մաստերն ու Մարգարիտան, դա այնքան են ասես, թվում է չեն կարդացել մարդիկ այդքան այդ գրքերը։ 3 գիրք գեղարվեստական։ Մեկը կարծացած տղա ես, դու կասես, հա։ Մեկը կասեմ իմ վրա մեծ ազդեցություն ունեցած գիրք, շատ հայտնի չի։ Անտոնի Զգորժ միայնակ ընդդեմ ճակատագրի։ Լյուդվիգ վան Բեթհովենի կենսագրության մասին է, թե ինչպիսի խոչընդոտներ հաղթահարելով Բեթհովենը հասավ իր փառքին, եւ նաեւ ինչպես ընթացքում խլացավ, ինչպես էին ստեղծվում նրա գլուխգործոցները։ Առաջինը դա, երկրորդը խորհուրդ կտամ Ռեմարկ կարդալ, չեմ առանձնացնի որևիցե ստեղծագ, այսինքն կառանձնացնի։ Հաղթական կամար է, ես դա եմ սիրում։ 3 ընկերը։ Հա, ես հաղթական կամար, 3 ընկերներ եմ սիրում, հա։ Ընկերության, Պացի, այո, ընկերության, տղամարդկային հոգեբանության ու տաքսիստների մասին։ Ես այդտեղ առաջի անգամ կյանքում զարմացա, որ տաքսիստները նույն ձև են իրան սպանում, ոնց որ Հայաստանի տաքսիստները 30-ականների Գերմանիայում, Ռեմարկ իմ սիրած գրողներից է, Ռեմարկից կառանձնացնում իմ ամենասիրած գործը «На западном фронте без перемен», եթե դու ուզում ես հասկանաս, թե պատերազմն ինչա, որ ողջ սրտով զզվես պատերազմ հասկացողությունից, դու կարդում ես «На западном фронте без перемен», որի գրքի առաջի էջում արդեն իսկ Ռեմարկը ցույց է տալիս։ Դավ, կստати, ես խոսալու ընթացքում գլուխս ցաված։ Հենց նոր ամսվա ընթացքում 1-ից 2 անգամ գլխացավ ունենալը նորմալ է, ծանրաբեռնման հետևանքով, չսնվելու, քիչ ջուր խմելու տարբեր պատճառների հետևանքով դա նորմալ է։ Չէ, ասում եմ, հումորի տեսակը «На западном фронте без перемен» հայերենով է կա, արևմտյան ռազմաճակատում նորություններ չկան, հոյակապ ստեղծագործությունը, ոնց առաջի էջում ինքը ցույց է տալիս, որ երկու զինվոր սպասում են երրորդի մահվան, որ իր կոշիկները ու իր իրերը բակիս են, որովհետև արդեն անհույս է հիվանդ վիճակ, բայց իրանք շատ լավ մարդիկ են, իրանք վատը չեն, իրանք վանդալ չեն, ուղղակի պատերազմը մարդկային հոգեբանությունը փոխել է։ Շատ հոյակապ ստեղծագործություն է, ֆիլմն է կա, ֆիլմն է շատ լավ է։ Ու երրորդ գիրքը։ Ու երրորդ կլինի 4 գիրք։ Հա, 4 գիրք, ուրիշ հյուրերը ճոգում, չէ՞ որ կես ժամ սպասում ենք մինչև երկու գիրք ասի, դավոս։ Երրորդը, որ ասացիք պատերազմ, ես խորհուրդ կտամ Ալբերտո Մորավիա Չոչարը։ Ալբերտո Մորավիայի ամենահայտնի գիրքը Արհամարանքն է, ընտանեկան դրամա, իսկ Չոչարան պատերազմի ընթացքում կնոջ հոգեբանության փոփոխության մասին է։ Եվ 4-րդ գիրքը, որը որ երրորդն է ուզում նշել,
հայ եղինակի գիրքը, Մարկ Արեն, այնտեղ որտեղ ծաղկում են վայրի վարդեր։ Հա, շատ հոյակապ ստեղծագործ է։ Կստացի Մարկ Արենը շատ լավ գրող է։ Ես չգիտեի որ ինքը հայ է։ 987-ը սկսեցի կարդալ իր։ Արեն Մարկարենն է, կեղծանունը Մարկ Արեն, հա, իր 987-ը կարդացի, բավական լավ ստեղծագործություն է, դրանից հետո այդ շարքով անցա էլի։ Այսքանը Դավ ջան, բաժանորդագրվեք Բժիշկ Ալոյանին Instagram-ում, մենք դե իր Instagram-ի լինքը կթողենք։ Այդ կարակ գրանցեք, կստացի Դավոն են ունիկալ բժիշկներից է, որ հիվանդներին նույնիսկ ուշ ժամերի է ընդունում, գիշերվա ժամերին ընդունում, երևում է որ ամուսնացած չի ու երեխեք չունի, կստացի ազատ աղջիկներ։ Կարակ ընդունեք գենետիկայի կենտրոն, գրեք իրան Instagram-ում, դե իմ Instagram-ը էլ չասեմ, Սաղաթը գիտեք, Սաղաթը բանեք like ու subscribe եք անում, իսկ որ like ու subscribe չարեց այս հաղորդումից հետո մեզ, իր գլուխը ցավալու է։ Առողջ եղեք։